Ողջույն սիրելի հայրենակիցներ, եթերում Նոյանտապանն է։ Եվ այժմ մենք զրուցելու ենք ազգային անվտանգության եւ ռազմական հարցերով փորձագետ պարոն Հրաչյա Արզումանյանի հետ։ Ողջունում եմ պարոն Արզումանյան, շատ շնորհակալ եմ, որ ընդունել եք։ Բարև ձեզ Գայանե։ Պարոն Արզումանյան, արդեն որերորդ օրն է Կիրակի օրվանից առ այսօր քննարկվում է եւ ոչ միայն Հայաստանում է քննարկվում Իսրայելի կառավարության այդ որոշումը, միաձայն որոշումը քնեսետ ուղարկել կամ իրենք չեն որոշել ուղարկել, բայց ընդունել հայոց ցեղասպանության փաստը ոմանց կարծիքով սա քաղաքական քայլ էր այստեղից պետք է հարց տալ, եթե համաձայն եք, որ սա քաղաքական էր, այլ ոչ թե պատմությանը տուրք տալու եւ այլն ճանաչելու իսկապես այդ փաստը, որ դա ցեղասպանություն է տեղի ունեցել, եթե դա քաղաքական փաստ է, քայլ է, ապա ինչ հաշվարկներից ելնելով է Իսրայելը դա արել, ոմանք նաեւ կարծում են, որ սա մեսիջ էր Իսրայելից Թուրքիային, եթե դուք եք համաձայն, ինչ մեսիջ էր, մի խոսքով ինչու Իսրայելը գնաց այդ քայլին, այս 3-4 օրը այդ մասին են բոլորը խոսում եւ իրենց վարկածները ներկայացնում։ Մի առաջինը պետք է հասկանալ եւ տարանջատել։ Կան մոտիվներ, ինչու դա տեղի է ունեցել, եկավ հետևանքներ, էֆեկտներ, որը տեղի են ունենում։ Այդ երկուսը պետք է տարանջատես եւ առանձին խոսանք, հա։ Եթե խոսակ էֆեկտների մասին, եթե Իսրայելը որպես պետություն ճանաչի մեծ եղերնը 20 տարի սկզբում, դա հայկական կողմին նպաստում է։ Դա ելնում է մեր ազգային շահերից։ Դրաման դու կարող ես շնորհակալություն շատ զուսպ ասես այդ քայլի համար, որովհետև մինչև այդ բոլոր երկրները, պետությունները, որը ճանաչում են Հայաստանի կողմից շնորհակալություն են ստանում։ Այդ ավանդույթը, պրոտոկոլը դու պահում ես։ Եվ այդ փաստը դու օգտվելով քո ազգային շահերից ելնելով որպես քայլ դառնալով դու տարանջատում ես այն մոտիվներից, որով Իսրայելը ճանաչել է։ Մոտիվները կարող են տարբեր լինել։ Իմ համակով դա հաշվարկ է, իմ կարծիքով քաղաքական հաշվարկ է, բայց մեզ համար դա երկրորդական է, քայլը անվում է, եւ այդ քայլը օգտագործում ես քո քաղաքականության մեջ, քո ազգային շահերի պաշտպանելու համար։ Ինչու է Իսրայելը գնացել այդ քայլին, ինչ մոտիվներ կան այդ քայլի դա պետք է անել, այդ վերլուծությունը պետք է անել, բայց տարանջատել, որովհետև այսօրվա վիճակը կփոխվի, քաղաքական եւ մնացած process-ները կփոխվեն, ճանաչումը կմնա։ Եվ դու դա կարող ես օգտագործել թող երկարաժամկետ քաղաքականության եւ ռազմավարության մեջ։ Իսկ դու պարտավոր ես դա անես, որովհետև մեծ եղերնի ճանաչումը դա քո անկախության հռչակագրի տարրերից մեկն է, իսկ անկախության հռչակագրի վրա կառուցված է քո սահմանադրությունը եւ սահմանադրական դաշտը, դա այն կորիզային փաստաթուղթն է, որի շուրջ ամեն ինչ կառուցված է, որի շուրջ կառուցված է երրորդ հանրապետությունը։ Եթե դու մնում ես երրորդ հանրապետության ներքո երրորդ հանրապետության իշխանություն, դու պարտավոր ես անել քայլեր, որը նպաստում են մեծ եղերնի ճանաչմանը։ Այստեղ ենթադրելու կամ քաղաքականություն խաղալու տեղ չկա, բոլոր իշխանությունները երրորդ հանրապետությունին պարտավոր են քայլեր անել, ունենալ ռազմավարություն մեծ եղերնի ճանաչման եւ հետևանքները վերականգնման եւ այլ այդ հարցերի շուրջ։ Այստեղ ճակետներում խաղալու կամ ինտերպրետացիաների տեղ չկա Գայանե, ինչը այսօր փորձում անել հայկական իշխանությունները։ Պարոն Արզումանյան, այստեղ շատ վտանգավոր կետ է դուք մատնանշում, ասում եք, արդեն որրորդ, այսպես ընդգծում եք, որ դա երրորդ հանրապետության հետ է կապված հայոց ցեղասպանության ճանաչումը։ Փաշինյանը մենք չենք մոռացել, որ ասում էր, ես նոր սահմանադրություն եմ հիմա անցկացնելու կամ չգիտեմ քվեարկության դնելու, եւ եթե ընդունվի այդ նոր սահմանադրությունը, այսուհետ մենք խոսելու ենք 4-րդ հանրապետության մասին, այսինքն ցեղասպանության հարցը չի գալու 4-րդ հանրապետություն։ Չեմ կարծում այսօրվա իշխանությունները կհամարձակեն եւ այդքան լիազորություններ ունեն հարցեր դնել, բայց պետք է հասկանալ հստակ այսօր։ Մենք այսօր ունենք 3-րդ հանրապետություն։ 3-րդ հանրապետության իշխանություններ, որից գործողությունը, որից լիազորությունները, որից պարտականությունները եւ իրավունքները բխում են սահմանադրությունից եւ անկախության
հռչակագրից, որի կորիզային ամինչի մեջն է նորից եմ կրկնում։ Դրա համար դու կարող ես հարց դնել, որ ես հայ ազգի առջև կարող եմ դնել հարց 4-րդ իշխանության համար, որ պետք է 4-րդ իշխանություն կառուցել, հրաժարվել 3-րդ հանրապետությունից, բայց 3-րդ հանրապետություն կառուցել, հա, բայց դու մնում ես 3-րդ հանրապետության ներքո, եւ մնալով 3-րդ հանրապետության ներքո, վարելով քաղաքականություն, արտաքին քաղաքականություն, ներքին քաղաքականություն, դու պիտի մնաս անկախության հռչակագրի ներքո եւ հիմնես դրան վրա։ Ելներով դրանից դու պիտի զբաղվես մեծ եղերնի ճանաչման։ Դու իրավունք չունես դրանից շեղվես։ Դրա համար առաջինը դու պիտի ողջունես բոլոր այն երկրների առնվազն, որը ճանաչում են։ Դու դա չես արել։ Նրանով դու խախտում ես քո պարտականությունները, որը բխում են հռչակագրից եւ սահմանադրությունից։ Ասում եմ, ես չեմ ուզում քաղաքական նպատակներով օգտագործել այդ թեզը, այդ իրողությունը, ցեղասպանությունը օգտագործել քաղաքականացնել, ինչպես ձևակերպեց կբերեմ այդ ձևակերպումը կներեք, ես պահին ձեռքից տակ չէ, հենց բառն էր հետաքրքիր։ Ահա։ Չեմ ռազմականացման դեմ եմ, ինքը այդ բառն էլ ասել։ Այդ երկրորդական հարց է Գայանը, նորից եմ կրկնում։ Ինքը խոսում է քաղաքականության մասին։ Ես խոսում եմ սահմանադրության ներքո մնալու պահանջի մասին։ Դու պիտի վարես քո քաղաքականությունը մնալով սահմանադրության ներքո, սահմանադրության տարածքում եւ հիմնելով հռչակագրի վրա։ Եվ դու հնարավորություն չունես հռչակագիրը հանես քո հաշվարկներից Գայանը։ Եթե մնում ես 3-րդ հանրապետության, Հայաստանի Հանրապետության վարչապետ։ Դրա համար այդ խոսակցությունները ես չեմ ուզում քաղաքականացնել, ես չեմ ուզում օգտագործել քաղաքականության մեջ, այդ երկրորդական խոսակցությունները եւ պատճառաբանությունները։ Նորից եմ կրկնում, մեծ եղերնի հարցը դու որպես Հայաստանի իշխանություններ իրավունք չունես հարցի տակ դնել, ինտերպրետացիաների տակ դնել, մինչև դու մնում ես Հայաստանի 3-րդ հանրապետության իշխանությունն։ Այստեղ դիվանագիտություն է, զգուշություն է Փաշինյանի կողմից ցուցաբերվել Թուրքիայի հետ հարաբերությունները չփչացնելու վախ է, ինչ ենք տեսնում։ Ոմանք ասում են պետք է շնորհակալություն հայտնել, ոմանք ասում են շատ հավասարակշռված դիվանագիտական պատասխաներ։ Դες նորից եմ կարող ասել, ես չեմ ուզում հաշվարկել, ինչ է մտածել Նիկոլ Փաշինյանը, որովհետև այսօր հայկական իշխանությունների հետ կապ չունեմ։ Ես չեմ գիտեմ իրանց ներքին մոտիվացիաները եւ իրանց ներքին կոհանոցը, որը բերել նման քաղաքականության եւ դա ինձ չի հետաքրում։ Ես խոսում եմ բացարձակ սկզբունքների մասին, որը պարտադրում են բոլոր իշխանությունների, մինչեւ դու չփոխես չավելացնես այսօրվա անկախության հռչակագրի մի ուրիշ փաստաթուղթ, հասկանալի։ Եվ այլ, մինչև դա տեղի չի ունեցել, նման պատճառաբանումներ, դիվանագիտություն, ռազմավարություն, արտաքին քաղաքականություն, Թուրքիայի հետ հարաբերություններ ձևավորել, դա երրորդական են։ Մենք պիտի մնանք սկզբունքների վրա։ Իսկ բացի գալիս եք երկրորդ հարցին, ինչու է դա տեղի ունեցել, դա իհարկե տեղի է ունենում, որտեղ մերձավոր արևելքում տեղի են ունենում խորքային փոփոխություններ, տեկտոնիկ փոփոխություններ։ Եվ այդ փոփոխությունները բերում են նրան, որ բոլոր ուժային կենտրոնները մերձավոր արևելքի, Թուրքիան, Իսրայելը, Իրանը, Սաուդյան Արաբիան, Եգիպտոսը փոխում են իրենց քաղաքականությունը, փոխում են իրենց ռազմավարությունը, փոխում են իրենց դիրքը եւ քաշը մերձավոր արևելքում եւ աշխարհում։ Եվ այն աշխարհը, որում ապրում է Նիկոլ Փաշինյանը 2020-26 թվականի աշխարհում, այդ աշխարհը արդեն չկա, այդ մերձավոր արևելքը արդեն չկա։ Այդ սովետական տարածքը չկա Գայանը։ Եվ պատճառաբանել, որ ես ուզում եմ Թուրքիայի հետ հարաբերությունները փոխեմ, մինչև դու մտադիր ես, մինչև դու ուզում ես փոխել, Թուրքիան է փոխվում, Իրանն է փոխվում, Իսրայելն է փոխվում, Սաուդյան Արաբիան է փոխվում, Եգիպտոսն է փոխվում, Ռուսաստանն է փոխվում։ Իսկ Հայաստանի իշխանությունները ուզում են մնան այն իշխանությունները, որը պարտվել են պատերազմում, հետո մինչև հիմա 6 տարով պատճառաբանություններով են զբաղված, ինչու են պարտվել եւ ինչու ոչ մի մեծ փոփոխություններ, խորքային փոփոխություններ երկրում տեղի չի ունեցել։ Նիկոլ Փաշինյանը եկել է իշխանության 2018 թվականին հայ ազգի պահանջով գնալ հեղափոխական խորքային փոփոխությունների։ Ոչ մի փոփոխություն տեղի չի ունեցել։ Մենք ապրում ենք նույն հեսովետական Հայաստանում, նույն օլիգարխիկ համակարգը, նույն օլիգարխիկ տնտեսությունը, նույն օլիգարխիկ տնտեսական
մի 100 ընտանիք, որի շահերը մնում են։ Այսինքն այն ինչ մենք հիմա տեսնում ենք, դա դրսի քամիների, ոնց որ քամիներն են գալիս Մենք տեսնում ոչ ենք թե մենք ենք իհարկե Իսրայելի քայլը ուղղակի ալիք է, որը հասել է մինչև ինձ այն մեծ փոփոխությունները, որը տեղի են ունենում մեր զավարերիքում։ Եվ պետք է հասկանալ, որ դա այդ ալիք չէ, վերջում կարող է ցունամի դառնա։ Որտեւ շատ խորքային փոփոխություններ է տեղի ունենում Գայանի, եւ այդ փոփոխությունների մեջ մտածել, որ դու կարող ես չփոխվես եւ մտածես միայն իշխանության մասին, այդպես չի լինելու։ Այն հարցերը, այն հարցերի դրվածքը, որ դու դրել ես եւ որպես պատասխան տվել ես խաղաղության խճմերուկ, դելիմիտացիա, դեմարկացիա, Ադրբեջանի հետ պայմանագիր, խաղաղության, այդ ամեն ինչը այսօր արդեն իմաստ չունի։ Այն անվտանգության միջավայրը Այն մերձավոր արևելքը, որտեղ այդ հարցերը կարելի է դնել, արդեն չկա։ Բայց դու շարունակում ես պնդել այն սկզբունքները, այն մոտեցումները, որը ենթադրվում է, որ կարող են աշխատել այն աշխարհում, որը այսօր չկա, բայց հաստատ չեն համապատասխանում այս նոր մերձավոր արևելքին։ Այսինքն կարելի է այսպես ասել, մեզ համար անսպասելի էր այս քայլը, ճիշտ է, Նետանյահուն ամիսներ առաջ, կարծեմ անցած տարի, հիշում եք հարցազրույցի ժամանակ իրեն sense ուղիղ հարցրեցին, բա ինչու չեք ճանաչել, նա ասեց, հա, չենք ճանաչել, հա, ես ճանաչում եմ։ Այսինքն մենք իհարկե այդ տրամադրությունները լսել ենք, բայց երբեք Դե հիմա էլ մենք դեռ չգիտենք Քնեսետը ինչ կորոշի։ Մենք չգիտենք սա խաղ է, Իսրայելը Թուրքիայի հետ խաղ է տանում, ինչ որ բան է փորձում հասկացնել Թուրքիային, թե չէ, դա էլ չգիտենք։ Այսինքն ես հարցնում եմ, սա անսպասելի էր, սա մենք դեռ պետք է վերլուծենք ինչու է տեղի ունեցել, որպեսզի հասկանանք, թե դուք ասում եք ինչ փոփոխություններ են։ Սա իսրայելա-թուրքական հարաբերությունների տրամաբանության մեջ տեղի ունեցավ սա, թե իսրայելա-հայկական հարաբերությունների։ Չեմ կարծում, Գայանե։ Հայաստանի գործոնը ստեղ ակտուալ է, ուժեղ է, թե այստեղ իսրայելա-թուրքական հարաբերություններ են։ Եվ նորից պիտի հետ դառնաս իրականություն։ Եվ իրականության մեջ դու պիտի վերահիշես, որ Իսրայելը, Թուրքիան, Ադրբեջանը, Ռուսաստանը այն հիմնական երկրներն են, ուժային երկենտրոնային երկրները, որը կազմակերպել են երկրորդ Արցախի պատերազմը։ Եվ մենք պարտվել ենք, որովհետև մտել ենք լոկալ պատերազմի մեջ Ադրբեջանի դեմ, բայց պարզվել է մենք տարածաշրջանային պատերազմի մեջ ենք, նորից ենք կրկնում Ռուսաստանի, Թուրքիայի, Իսրայելի, Պակիստանի, Ադրբեջանի եւ ջիհադիստները, Իսրայելը եւ Թուրքիան գործընկերներ են եղել այդ։ Մինչև այսօր, մինչև այս իրավիճակը ստեղծվել է Թուրքիան, Ադրբեջանը, Իսրայելը, Ռուսաստանը դաշնակիցներ են եղել Հայաստանի դեմ։ Հայաստանի դեմ վարվող պատերազմում եւ քաղաքականությունում։ Իրանք դաշնակիցներ են եղել։ Եվ մենք տեսնում ենք, որ դաշնակիցների մեջ պարակտում է սկսում։ Իսրայելը, Թուրքիան, Ադրբեջանը արդեն դժգոհությունը հայտնեց Իսրայելին, Ռուսաստանը խայտարակ վիճակում է ուկրաինական պատերազմում, պարակտումներ են գնում։ Եվ դու պարտավոր ես օգտագործես քո արտաքին քաղաքականության մեջ այս պարակտումը, որտեղ այն ալյանսը, որը քեզ բերել է պարտության եւ հիմա ստիպում է, որ գնաս քո պետական ինքնաիշխանության զիջման եւ ոչնչացման, այսօր թույլաtsել են։ Բայց դու դա չես անում։ Դու մնացել ես պարալիզացված վիճակում, որտեղ այն ինչը տեղի է ունենում, չի համապատասխանում քո տեսլականի ինչ է աշխարհը եւ ինչ է Հայաստանը, ինչ է Մերձավոր Արևելքը։ Եվ դու ապշած կանգնած ոչ մի բան չես անում նորից։ Կարևորը անելը չանելը չի, այս առաջի երկրորդ քայլն է անել չանելը։ Առաջինը հասկանում ես արդյոք։ Չեն հասկանում Գայանենք, ցավոք սրտի ինձ համար հասկանում ենք ինչ է տեղի ունեցել, դա ինչ արձագանք էր, որ եկավ այդ կառավարության կողմից այդ բանաձևի ընդունման ձևով, տեսքով։ Առաջինը հայկական իշխանությունները կառավարությունը չարձագանքեց։ Նիկոլ Փաշինյանը կոմենտարի արեց, որից ոչ մի բան։ Ադրբեջանը հայտարարեց, Թուրքիան արձագանքեց, աշխարհը արձագանքեց, Հայաստան Հանրապետությունը, որը պարտավոր է, նորից եմ կրկնում, ըստ սահմանադրության, ըստ հռչակագրի պարտավոր էր պատասխանել, մինչև այսօր չի պատասխանել։ Ինչը ցույց է տալիս, որ Հայաստանը գրավորական կողքից դիտողի դերում է։ Դիտողը ինքը ազնիչ զման նշանակում է, որ հայկական կողմը ապշած է, պարալիզացված է, չի հասկանում ինչ է տեղի ունենում։ Ամենավտանգավոր ինձ համար այն է, որ Հայաստանի իշխանությունները չեն պատասխանում, պատկերացնում ինչ է տեղի ունենում Մերձավոր Արևելքում։ Այսօր Հայաստանի դիվանագետները ԱԳՆ-ն
չունեն այն ներուժը, որը անհրաժեշտ է փոփոխվող մերձավոր արևելքում ձևավորել նոր քաղաքականություն եւ ռազմավարություն։ Այդ կադրերը, որը եղել են իմ հասակից, ներեցեք, որտեղ ես 14 տարի աշխատել եմ ԱԳՆ-ի համակարգի մեջ։ Այդ կադրերը չկան, նրանք դուրս են եկել, ծերացել են կամ այս իշխանությունը չեն աշխատել, եւ այն թիմը, որը մնացել է, ուղղակի ունակ չեն նման հարցեր լուծել, ցավոք սրտի։ Դու այսօր պետք է կարողանաս հայության ներուժը հավաքես, մերձավոր արևելքի գիտելիքները ինչ է կատարում, որ կարողանաս ձևավորես քո նոր քաղաքականությունը, բայց այսօր այդ ման քայլեր տեղի չեն ունենում։ Ինչը հաստատ տեղի է ունենում։ Այն ինչ այսօր տեղի է ունենում Իսրայելի կողմից, դա հստակ նշում է, որ Իսրայելը թուլանում է մերձավոր արևելքում իրանական պատերազմի հետևանքով, այն պատերազմին, որը Իրանը եւ Միացյալ Նահանգները փաստորեն, ոչ թե փաստորեն, պարտվել են, հաղթելով մարտավարական օպերատիվ մակարդակի վրա, բայց ռազմավարական եւ բարձր քաղաքական մակարդակների վրա աշխարհակական պարտվել են։ Իսրայելը թուլանում է։ Քո թշնամին, որը քեզ պատերազմ է հայտարարել եւ մասնակցել է, թուլանում է։ Թուրքիան ելնելով այս ելքից փորձում է օգտագործի այդ մոմենտը եւ ավելի հզորանա։ Իրանը հզորացել է։ Իրանը մինչև այս պատերազմը լինելով տարածաշրջանային ուժային կենտրոն, այսօր փաստորեն դառնում է աշխարհաքաղաքական ուժային կենտրոն։ Իր քաշը մեծանում է, պատերազմի հետևանքով տնտեսական եւ այլ շատ մեծ վնասներ է ստացել, բայց իրան քաշը մեծացել է։ Եվ Իրանի դիրքորոշումը հայկական պետական ինքնաիշխանության սյունյակի նկատմամբ բացարձակ մեր նպաստում է, նշանակում է դու Իրանի հետ պիտի փորձես մտածես ուրիշ հարաբերությունների հետ։ Իսրայելը թուլացել է, եւ դու կարող ես Իսրայելի հետ ուրիշ լեզվով խոսես։ Թուրքիայի դերը անհասկանալի է։ Պիտի մի քիչ սպասեք հուլիսում, երբ ՆԱՏՕ-ն հավաքվի Թուրքիայում, մենք հնարավորություն կունենանք հասկանանք Թուրքիայի դերը այս ամեն ինչ փոփոխությունների մեջ ոնց է կարող լինի, որտեղ Թուրքիան փորձում է նորից իր հետ բերի իր այն լծակները, որը ինքն օգտագործել է որպես օսմանյան կայսրություն, то есть աշխատել ոչ թե որպես հանրապետություն, ժողովրդավարական հանրապետություն, բայց որպես կայսրություն, նեոօսմանյան կայսրություն, ինքը փորձում է նորից այդ լեզվով խոսել ուժային մեթոդներով, եւ ելնելով այդ մեթոդներից արդեն մտել է Սիրիա։ Այստեղից են հայտարարությունները, որ մենք Երուսալիմը հետ բերենք, մեր քաղաքն է Իսրայելին, Էրդողանի վերջի հայտարարությունները։ То есть Թուրքիան հզորանում է կամ ձևացնում է, որ ինքը հզորանում է։ Իսրայելը թուլանում է, Իրանը հզորանում է։ Հայաստանը ապշած նայում է ինչ է տեղի ունենում, կրկնելով այն գաղափարները, տեսլականները, անիրական իրականությունը, որը արդեն չի լինելու։ Փորձում ենք հասկանալ Միացյալ Նահանգների դիրքորոշումը կամ Իսրայելը եւ Թուրքիան որպես ինչպես են դիտարկվում Միացյալ Նահանգների կողմից։ Կարելի է այսպես հասկանալ, որ ԱՄՆ, Թուրքիա, Իսրայել այդ երյակ, այդպիսի երյակ գոյություն չունի եւ Միացյալ Նահանգների համար կամ պետք է լիներ առաջ մինչ այժմ Իսրայելն էր լավ գործընկեր, հիմա հարցնում եմ Իսրայելը զգում է, որ իր դիրքերը այս իրանական պատերազմից հետո թուլացել են եւ Միացյալ Նահանգները ավելի լավ են վերաբերվում Թուրքիային, քան Իսրայելին։ Միացյալ Նահանգները փոխարինում են կամ փոխարինելու են Թուրքիայով Իսրայելին։ Տենց վտանգ կա եւ այդտեղ ինչ որ պրոբլեմ, որ էլի Հայաստանը փորձի հասկանալ ում հետ է, Իսրայելի հետ է սրանից այսուհետ, թե այնուամենայնիվ Թուրքիայի հետ է կառուցում հարաբերությունները Հայաստան, Իսրայել, Միացյալ Նահանգներ, թե Հայաստան, Թուրքիա, Միացյալ Նահանգներ։ Ցավոք սրտի մերձավոր արևելքի անվտանգության ճարտարապետությունը ավելի բարդ է։ Եվ այդտեղ այդ բարդ ճարտարապետության մեջ եւ Թուրքիան եւ Իսրայելը ունացել են եւ ունեն մինչեւ այսօր յուրահատուկ հարաբերություններ Միացյալ Նահանգների հետ։ Իսրայելի հետ Միացյալ Նահանգները կառուցել է յուրահատուկ հարաբերություններ, որ իրան թույլ է տալիս ոչ թե ենթարկման վերահսկողության տակ պահել կամ իրան շահերը ներկայացնել մերձավոր արևելքի արաբական երկրների հետ միջավայրի մեջ։
Սաուդյան Արաբիան մոնարխիաները եւ այդտեղ ներկայացել Միացյալ Նահանգների շահերը որպես երկրներ, որը մեծ ազդեցություն ունեն նավթագազային բալանսի վրա։ Թուրքիայի հետ հարաբերությունները ավելի ռազմական էին եղել եւ Թուրքիան հետաքրքիր էր Միացյալ Նահանգներին որպես ռազմական գործոն առաջին հերթին ՆԱՏՕ-ի շրջանակներում, ՆԱՏՕ-ի համակարգի մեջ, որը եւ այդտեղ Թուրքիան կատարում է խիստ կարեւոր դեր, Միացյալ Նահանգները պրոյեկտացնում էին ռազմական ուժ, աշխարհաքաղաքական ուժը դեպի Ռուսաստան, Սովետական Միություն, դեպի Կենտրոնական Ասիա, Կովկաս, հիմնելով Թուրքիայի վրա, ոչ թե Մերձավոր Արևելք, ավելի շուտ Իսրայելի դերն է, բայց հիմա նորից ամեն ինչ փոխում է, Իսրայելի դերն է փոխվում, Թուրքիան հայտարարել է, որ ինքը չի ուզում մնա միայն ուղղված դեպի հյուսիս եւ հիմա ինքը հայտարարել է, որ ձևավորում է քաղաքականություն եւ Թուրքիան նաեւ պրոյեկտացնում է ուժ Մերձավոր Արևելքի ուղղությամբ, Մերձավոր ծով, մինչեւ Աֆրիկա, Կենտրոնական Ասիան, Թուրքիան նորից ուզում է կայսրություն դառնա եւ ունենա իր ազդեցության ոլորտ, որը ավելի լայն է, քան թե եղել է Միացյալ Նահանգների համաձայնության մեջ։ Իսրայելը ասում է չէ, Իսրայելը ասում է չէ, Միացյալ Նահանգների ինչ է ասում։ Իսրայելը նույն ձևի կառուցում է մեծ Իսրայել, որը պետք է սկսի այն գետից մինչև Եփրատ գետը դա իմն է։ Մերձավոր Արևելքը իմն է։ Եվ այստեղ երկու մեծ պրոյեկտների, մեծ կայսրությունների բխում է տեղի ունենում։ Եվ մենք որքից երկիր, որը ունի յուրահատուկ ազգային շահեր Մերձավոր Արևելքում, Թուրքիայում, Իսրայելում, մենք ունենք ի վերջո հայկական կվարտալը, մենք ունենք մեր այնտեղ դա հազարավոր տարիներով շահեր, Իսրայելի պետությունը ընդամենը 90 տարեկան է, մեր շահերը ավելի երկար են, այնտեղ ներկայացած, քան թե այսօրվա պետականությունը, հերեական ժողովրդի։ Եվ դու պիտի հասկանա, որ փոփոխություններ է տեղի ունենում եւ կշարունակվի։ Եվ այդ փոփոխությունների մեջ դու առաջինը պիտի հասկանաս ինչ է տեղի ունենում եւ ոչ մի դեպքում չմտնես դրանց առանցքը։ Մենք այդ սխալը արել ենք, երբ որպես Հայաստան եւ ժողովուրդ մտել ենք ռուս-թուրքական հարաբերությունների մեջ 3 դար։ Հայկական հարցը, Հայաստանի թագավորության վերականգնումը, հայ ազգի շահերի հասնելու նպատակը մենք դնել ենք մեր ազգային շահերը Շահամիրամը եւ մնացած մեծերը երբ կառուցել են սահմանադրություն, մենք սխալ ենք կառուցել եւ դրել ենք ռուս-թուրքական հարաբերությունների մեջ։ Երբ դրել ենք այդ հարաբերությունների մեջ, այն ստացել եք այն վիճակը, որ մենք ունենք։ Մենք ստացել ենք մեծ եղեր, մենք ստացել ենք այն, որ հայկական լեռնաշխարհում հայկական ազգը ներկայացվեց մի բեկորի վրա Հայաստանի Հանրապետությունում, որտեղ մենք մտել ենք կայսրությունների մեջ իրանց հարաբերությունների մեջ եւ դա մղել է մեզ եւ քանդել է։ Հիմա կառուցում են նոր աղացներ։ Այդ աղացներում լինելու է Թուրքիան, լինելու է Թուրքիան, Իրանը, Սաուդյան Արաբիան, Իսրայելը եւ մենք որպես երկիր, որ ունի շահեր այդտեղ, առաջի հարցը դու պիտի դուրս մնաս այդ խաղերից։ Չթողնես, որ քեզ ներքաշեն այդ խաղերի մեջ։ Դե Փաշինյանը ասեց, եւ ինձ համար այստեղ զայրանալի է, ես զայրանում եմ ճակետներով, երբ տեսնում եմ հայկական իշխանությունների քայլերը վերականգնել յուրահատուկ հարաբերություններ ունենալ Թուրքիայի հետ։ Դու ունենալով յուրահատուկ հարաբերություններ այսօր Թուրքիայի հետ մտնում ես այդ խաղի մեջ եւ կպարտվես։ Այսօր պետք չէ մտնել այդ խաղերի մեջ։ Սպասիր, թող իրան կռվեն իրար հետ, կառուցվի նոր ճարտարապետություն, Մերձավոր Արևելքի անվտանգության ճարտարապետություն եւ վերջին պահին, երբ արդեն ինչ հասկանալի լինի, կզբաղեցնես քո դիրքերը։ Բայց Իսրայելը ներքաշում է քեզ։ Եվ Իսրայելն է ներքաշում, եւ Թուրքիան է ներքաշում, եւ Ադրբեջանն է ներքաշում իրանց հայտարարություններով։ Բոլոր երկրները հայտարարություն են անում մեծ եղերնի շուրջ։ Իսկ մեծ եղերնը քո հարցն է։ Եվ օգտագործում են որպես գործիք եւ օգտագործում են, որ իրան օգտագործում են որպես գործոն իրանց շահերի համար։ Իրանց խաղում կարող է մեր դեմն է, կարող է մեզ նպաստի, բայց այդ իրանց խաղն է, Գայան է։ Դու կարող ես հաշվարկես իրանց խաղը, բայց այդ իրանց խաղն է։ Իսկ դու քո խաղը չես խաղում։ Դու հրաժարվում ես մեծ եղերնից, դու հրաժարվում ես Արցախի հայության մեծ եղերնի շարունակությունը մտցնել խաղի մեջ։ Դու հրաժարվում ես Արարած ցարից, դու հարձակում ես հայ առաքելական եկեղեցու վրա։ Այն վիճակում, երբ ամեն ինչ փոխվում է,
բոլորը կոնսոլիդացնում են իրաց հնարավորությունները, բոլոր երկրները, պետությունները, ազգերը հավաքում են իրաց ներուժը, հասկանալով ահռելի մեծ ալիք է գալիս։ Հայաստանը այսօր զբաղված է պարակտման եւ շարունակվում է ինձ համար ճակետներում անհասկանալի խաղեր։ Նորից եմ կրկնում, մեծ եղերնի գործոնը խաղակարտը օգտագործվում է այսօր եւ դա բնական է, որովհետեւ հայկական հարցը սկզբանե եղել է միջազգային հարց, աշխարհաքաղաքական հարց եւ բոլոր ուժային կերտոնները օգտագործելու են։ Արցախի խնդրեմը միշտ խոսել եք դրա մասին, հիշում ես, դա հայկական հարցի մի մասն է եւ նույն ձևի օգտագործվել է եւ օգտագործվելու է։ Եթե դու որպես երկիր ազգ, որ այդ հարցի տերն է եւ այդ հարցի աղետի հետևանքներ չես մտնում են, պաշտպանես քո քայլերը կամ օգտագործես, պրագմատիկ օգտագործես, հասկանալով որ դա սկզբունքային է, դա ներել են քո քեզանից բացի առանց քեզ եւ կարող է քո վնասելով քեզ համար, վնասական քեզ համար, բայց դա հետևանք է քո քաղաքականության, քո կույրության, քո դիվանագիտության։ Պարոն Արզումանյան, գովազդ ենք հատամ եթերում, շարունակելու ենք զրույցը, որտեղ դրա հետ կապված էլի հարցեր կան։ Այո, սա իսրայելա-թուրքական հարաբերությունների մեջ է պետք դիտարկել այս քայլը առնվազն եւ երկրորդը այնուամենայնիվ արդյոք կարելի է արդեն խոսել, որ Իսրայելը այս քայլով փորձում է հարաբերությունները ամրապնդել կամ կառուցել Հայաստանի հետ։ Արդյոք Հայաստանի գործոն այնուամենայնիվ այստեղ կա։ Եթե այո, ինչ պետք է անի Հայաստանը, նորից լինի դիտողի դերում, թե այնուամենայնիվ նախաձեռնողական ինչ-որ մի քայլ պետք է արվի։ Սա մասին խոսենք գովազդից հետո։ Գովազդը եթերում, սիրելի հայրենակիցներ, մնացեք մեզ հետ։ Ֆելիչե ժամանակակից ատամնաբուժական կլինիկա։ Այստեղ հարմարավետությունն ու խնամքն առաջնային են։ Այստեղ կիրառվում են ատամնաբուժական ամենաժամանակակից տեխնոլոգիաներ, ճշգրիտ ախտորոշում, արդյունավետ բուժում, նուրբ փորձառություն եւ անհատական մոտեցում։ Սկսած սովորական մանրուքներից մինչև առաջադեմ ընթացակարգեր, այստեղ դուք գտնվում եք բարձր որակավորում ունեցող եւ փորձառու ատամնաբուժական մասնագետների ձեռքերում։ Մեր բարեկամական եւ հյուրընկալ անձնակազմն այստեղ է յուրաքանչյուր այցը հաճելի դարձնելու համար։ Ֆելիչե, ձեր առողջ եւ ամենաերջանիկ շպիտը սկսվում է այստեղից։ Եկեք եւ բացահայտեք նորարարության փորձագիտության եւ կարեկցանքի կատարյալ համադրությունը։ Երևան Փոստը Գրանադա Հյուզում տեղեկացնում է։ Դրամական փոխանցումներ 1%-ով։ Օդանավով 1 փաունդը 2.99։ Նավով ուղարկեք 1 արկղ, երկրորդ արկղը անվճար։ Ավտոմեքենաների փոխադրում անհավատալի արժեքներով։ Ինչպես նաև կահույք եւ մեծ չափի բեռների փոխադրում։ Jackpot հագուստի խանութը երկրորդ մասնաճյուղն է բացել Գլենդելի սրտում, որտեղ կարող եք ձեռք բերել եվրոպական եւ ամերիկյան ընտիր հագուստեղեն, կոշկեղեն, աքսեսուարներ, պայուսակներ ամենահարմար արժեքներով։ Նաև կարող եք ցանկացած ապրանք պատվիրել եւ ձեռք բերել կարճ ժամանակում։ Jackpot-ի Գլենդելի հասցեն է 1135 North Pacific Avenue, հեռախոս 818 813 2252։ Jackpot հագուստի լավագույն կենտրոնը Գլենդելում։ Արարատ ռեստորան, ընտանեկան եւ ընկերական ժամանցի լավագույն հասցե, սիրված արտիստներ, հյուրընկալ մթնոլորտ, հարուստ ճաշացան, անմահական խորտիկներ։ Արարատ ռեստորան, հասցեն անփոփոխ, սիրով սպասում ենք ձեզ։ Լավագույն պաղպաղակ, բնական, համեղ եւ մատչելի գներով պաղպաղակը կարող եք ձեռք բերել բոլոր հայկական խանութներում։ Պահանջեք հայկական պաղպաղակ, Թամարա պաղպաղակ։ Նոյան տապան տպարան, Նոյան տապան հրատարակչություն, շարվածքից մինչև տպագրում, զանգահարեք, գրեք, այցելեք, միասին պատրաստենք ձեր գիրքը, ամսագիրը կամ թերթը, որտեղ նշվելու է, տպագրված է Նոյան տապանում։
Սիրելի հայրենակիցներ, հիշեցնեմ, որ մենք զրուցում ենք քաղաքական գիտությունների դոկտոր պարոն Հրաչյա Արզումանյանի հետ։ Եվ այսպես, պարոն Արզումանյան, ոմանց գնահատմամբ տեղի ունեցել հետևյալը. եթե Քնեսետը ընդունի, իհարկե, դեռ պարզ չէ ինչպես կվարվի Քնեսետը, որովհետև Իսրայելի կառավարությունը հրաշալի գիտեր, որ ուրեմն խորհրդարանը եւ արձակուրդ է գնալու եւ հոկտեմբերին խորհրդարանական ընտրություններ են Իսրայելում, այսինքն կամ հիմա հապճեպ իրենք պետք է ընդունեն այդ որոշումը, մի քանի օրից հետո արձակուրդ են, կամ դա էլի գնալու է երկար տևելու է, կընդունեն թե չեն ընդունի պարզ չէ, բայց բոլոր դեպքերում դե հիմա գնահատում են ինչու արեց, ինչու հիմա արեց Իսրայելը այդ քայլը, ոմանց գնահատմամբ մի ձեռքով Իսրայելը ձեռնոց նետեց Թուրքիային, Ադրբեջանը խոսենք հետո, մյուս ձեռքով ձեռքը մեկնեց Հայաստանին ընկերություն առաջարկելով, այո, այդպես կարելի է գնահատել այն ինչ տեղի է ունեցել։ Ճիշտ ասած որևէ նմուշներ ընկերության մասին չեմ տեսնում։ Դա ավելի շուտ իշխանությունների գլխում ինչ որ ձևավորված տեսլական է, տեսելիք է, որը իրականության հետ որևէ կապ չունի իմ կարծիքով։ Իսրայելի կողմից ես չեմ տեսնում Իսրայելի պատրաստությունը փոխել իր հարաբերությունները Հայաստանի հետ։ Փոխել թե կառուցել, որտեղ կա ինչ-որ հարաբերություն։ Իհարկե կան հարաբերություններ, հայ-իսրայելական հարաբերությունները ռազմական են։ Մենք ունենք ռազմական հարաբերություններ։ Իսրայելը եղել է Թուրքիայի, Ռուսաստանի, Ադրբեջանի դաշնակից պատերազմի դեմ, Հայաստանի դեմ։ Եվ պատերազմը չի վերջացել։ Այդ պատերազմը շարունակվում է։ Այդ պատերազմում իրանք դեռ այսօր դաշնակիցներ են։ Մինչև այսօր իսրայելական զենքը գնում է Ադրբեջան։ Մինչև այսօր Իսրայելը ունի յուրահատուկ հարաբերություններ Ադրբեջանի հետ։ Մինչև այսօր Ադրբեջան, Իսրայել մնում են դաշնակիցներ, ռազմական դաշնակիցներ եւ Հայաստանի թշնամի։ Այդպես է իրականությունը այսօր, դե ֆակտո։ Արդյոք կա հնարավորություններ, որ հարաբերությունները կդառնան ոչ թե ռազմական, բայց ուրիշ տնտեսական, հումանիտար եւ այլ, այդ արդեն լրի ուրիշ հարց է գայանը։ Եթե Իսրայելը իրոք պատրաստ է նման հարցին, մենք պետք է Իսրայելի առջև հարց դնենք այդ երկրի դերը եւ տեղը երկրորդ Արցախի պատերազմի ժամանակ։ Այդ հարցը պետք է բարձրացնի եւ Իսրայելի որպես պետություն պետք է պատասխան տա եւ կրի պատասխանատվություն։ Մեծ եղերնի շարունակականության մասնակցության Արցախի հայության դեմ։ Այն ինչ տեղի ունեցել Արցախում 2023 թվականի, դա մեծ եղերնի շարունակությունն է 21 դարում եւ Իսրայելը, որը պատրաստում է ճանաչել մեծ եղերնը 20 դարի սկզբում, առաջինը պիտի պատասխան տա ինչու է ինքը մասնակցել մեծ եղերնի շարունակության 21 դարի սկզբում եւ ինչ պատասխանատվություն է կրելու դրա համար։ Դա այդ պատասխանատվությունը ինչ ձևի ալնելու, ռազմական, տնտեսական, ֆինանսական, բարեգործական եւ այլ եւ այլ։ Դե նրանք ասում են մենք ընդհանրապես զենք ենք վաճառել, դուք գնեիք այդ զենքը։ Դա ընդհանրապես պատերազմում են մասնակցել, դες խնդրեմ չկա իրանց հետ համաձայն եմ, ուղղակի պատերազմ ա եղել, ընդհանրապես այդ պատերազմի հետևանքով Արցախի հայությունը ջնջվել է, նույն ձևի պատերազմի հետևանքով Գազան է ջնջվել եւ այլ եւ այլ։ Ինչ խնդիր է լուծում Իսրայելը, որպեսզի այդ հարցին պատասխանենք, երևի մեկ ուրիշ հարց ձևակերպեմ։ Ինչ խնդիր կա այսօր Իսրայելի եւ Թուրքիայի միջեւ, որը եթե Քնեսետը չընդունի, բայց այս մեսիջով Իսրայելը ասում է, որ Թուրքիային տես ես սա կանեմ եւ ինչ որ հարց միասին պետք է քննարկենք, թե պարզապես ով է ավելի ուժեղ տարածաշրջանում լինելու Իսրայելը եւ Թուրքիան, ընդհանրապես իրենց դերի շուրջ մրցակցության մեջ են։ Չէ, գայ, մենք դրա մասին խոսել ենք սկզբում, Մերձավոր Արևելքում ուժային կենտրոնների քաշը փոխում է, իհարկե, աշխարհաքաղաքական եւ քաղաքական տարածաշրջանային բալանսի հարց է։ Իսրայելը թուլանում է։ Բայց այս քայլով ինչու է Իսրայելը թուլանում է, Թուրքիան եւ Իրանը, Եգիպտոսը չի համարձակում, Սաուդյան Արաբիան ուրիշ վիճակում է այս պատերազմի հետևանքով, փորձում են մեծացնել իրենց ազդեցությունը Մերձավոր Արևելքում։ Ինչ խնդիր է լուծում այդ առումով Իսրայելը այս քայլով, եթե այս քայլով ինքը ցույց է տալիս, որ ինքը ունի լծակներ Թուրքիայի վրա։ Լծակներ, մեծ եղերնը որպես լծակներից մեկը, որը ինքը օգտագործում է Թուրքիայի դեմ։ Թուրքիայի մասնակցությունը ՆԱՏՕ-ում յուրահատուկ հարաբերություններ Միացյալ Նահանգների, Թուրքիա եւ Իսրայել Միացյալ Նահանգներ, նույն ձևի Իսրայելը եւի կփորձի օգտագործել, որ ունենա լծակներ ազդել Թուրքիայի վրա։
կստացվի, չի ստացվի, շատ դժվար հարց է, որտեղ այսօր պատասխան տալ Միացյալ Նահանգները ում կընտրեն Իսրայելը կամ Թուրքիան որպես հիմնական գործոն, հիմնական դերակատար իրանց շահերը պատկերացնելով, պաշտպանելով մեր ժողովրդում, այսօր պատասխանը ոչ մեկը չի կարող տալ, որովհետև Միացյալ Նահանգներն ու ձևի անհասկանալի մուտացիայի մեջ են, այնինչը Տրամպն է անում, արդեն լրիվ ուրիշ երկիր է ստացվում եւ այսօր ես պատրաստ չեմ պատասխանել ինչ կլինի Միացյալ Նահանգները 2 տարուց հետո։ Բարի, այս հարցը դեռ շատ կխմորվի մինչև հասկանան Հայաստանը ինչպես պետք է իրեն պահի Առաջինը այս իրավիճակում այս վիճակումը դու ինչ կարելի է հերու մնաս այդ խաղերից չեզոք մնաս չօգտագործվես որովհետև դու թույլ ես պատերազմից հետո որովհետև դու պարակտված ես դու քո հիմնական ներուժից մեկը հայության ներուժը եւ միասնական ուժը քանդել ես քո ձեռքերով եւ այդ քանդված վիճակում մտնում ես մեծ process-ների մեջ եւ ես խորհուրդ կտամ չեզոք մնալ որևէ յուրահատուկ հարաբերություններ ոչ Թուրքիայի հետ, ոչ Իսրայելի հետ, ոչ Սաուդյան Արաբիայի հետ չունենալ։ Եգիպտոսի հետ կարելի է ապրել, որտեղ Եգիպտոսը մի քիչ հեռու է մնացել է կայուն, եւ Իրանի հետ պիտի վերանայես քո հարաբերությունները, որտեղ Իրանը մեծանում է իր քաշը եւ կմեծանա։ Եվ դու այդ հնարավորությունը ունես։ Այդտեղ համարացրու, խորացրու, բայց կա տեղեր, որը չպիտի անցնես, կա ինչ որ տեղեր, որը չպիտի անցնես, այդտեղ, բայց մնացած ուղղություններում դու կարող ես եւ պիտի շարունակես լայնացնես քո հարաբերությունը Իրանի հետ պահելով այդ քաղաքական եւ տարածաշրջանային բալանսի։ Շնորհակալություն եւ մեկ հարց եւս, ինչին է փորձում հասնել Ռուսաստանը Հայաստանի հետ իր հարաբերություններում։ Այս ամբողջ ինչ որ մենք տեսնում ենք հայտարարություններ, հայհոյանք, ընդհանուր մինչև հայհոյանք, այնտեղից տեղող։ Ինչ խնդիր է դրված, պարզապես հայհոյել, խփել, հարվածել, թե այնուամենայնիվ ինչ որ կետ կա, որին հասնում է Ռուսաստանը։ Դա ավելի շուտ ոչ թե Հայաստանի քաղաքականության հետևանքն է, դա ավելի շուտ հետևանք է այն process-ների, որը տեղի ունենում Ռուսաստանում։ Ռուսաստանը թուլանում է, Ռուսաստանը ունի բարդ խնդիրներ ուկրաինական պատերազմում եւ ճակատում, այնտեղ process-ները գնում են լրիվ անհասպասելի Ռուսաստանի համար ուղղության եւ թուլանալով Ռուսաստանը դառնում է նյարդային դառնալով նյարդային ինքը շատ լարված ներով նայում է այն ուղղությունների որտեղ ինքը զգում է մինչեւ այսօր եղել այդպես ինքը վերահսկել է ունեցել է Հայաստանը լրիվ իրար վերահսկողության տակ այսօր ինքը թուլանալով նյարդանանում է եւ մտածում է կարող է ինչ-որ բան կորցնի եւ դրա համար ճակետներում գոռում է եւ նյարդայացած ձևով խոսում է Հայաստանի հետ բայց ինձ համար ցավոք սրտի Հայաստանը դեռ մնում է լրիվ Ռուսաստանի Դաշնության վերահսկողության տակ եւ ռազմական ոլորտում եւ տնտեսական ոլորտում եւ այս ազգային ժողովի այս եւ երկրորդը Եվերի Եվրոպական միությունն է նույն ձևի փոխակերպման մեջ Եվրոպական միությունը փորձում է դառնալ ոչ թե միայն Բրյուսելի բյուրոկրատիկ համակարգ եւ տնտեսական դաշինք, բայց դառնալ ուժային կենտրոն եւ փորձում է փոխակերպման մեջ մտնի եւ դառնալ ուժային կենտրոն ձևավորվի։ Երբ ինքը ձևավորվում է որպես ուժային կենտրոն, արդեն կան հայտարարություններ, որ ինքը կուզենա տեսնի հարավային Կովկասը որպես իրան ազդեցության ոլորտ։ Եվ հարավային Կովկասը մտնում է եվրոպական ուժային կենտրոնի մեջ։ Վրաստանն էլ է մտնում։ Վրաստանն եւ Ադրբեջանն էլ։ Վրաստանին կարող են հետ բերել իրեն։ Այդպես մտադրություններ կան Եվրոպայում եւ ելնելով այդ մտադրություններից հայտարարությունից Եվրոպան փորձում է ծանրացնել, ծանրակշիռ դարձնել իր քաղաքականությունը հարավային Կովկասում։ Եվ դա ներդացնում է Ռուսաստանին, որտեղ ինքը կորցրել է Ադրբեջանը, կորցրել է Վրաստանը, մնացել է Հայաստանը, եթե Հայաստանն էլ է կորցնում, վիճակը փոխում է։ Մինչև այդ մենք խոսում ենք, որ Միացյալ Նահանգներն է մտադիր մտնել հարավային Կովկաս, մինչև Տրամպի անհասկանալի խաղերը եւ պատերազմը, որը տեղի է ունեցել, որը թույլատրել է Միացյալ Նահանգները, բայց Եվրոպան նույն ձևի հայտարարություններ է արել։ Եվ արդյոք Եվրոպան կկարողանա ձևավորվի որպես ուժային կենտրոն։ Արդեն այս օրերը հայտարարություն ա եղել, որ պիտի ՆԱՏՕ 3.0 կառուցենք, ՆԱՏՕ-ի հիման վրա մենք կառուցել ենք ուրիշ ՆԱՏՕ, ուրիշ ռազմական արդեն ալյանս կունենանք։ Եթե Եվրոպայի կողմից դա ստացվի, մենք պիտի սկսենք կառուցել յուրահատուկ հարաբերություններ Եվրոպայի հետ, Եվրոպական միության հետ։ Եվ Ռուսաստանը դա հասկանում է։ Եվ հարվածում է Հայաստանին, ու իշխանությունները որևէ քայլ այդ ուղղությամբ չեն անում։ Մենք մնում ենք դեկլարատիվ
մակարդակի վրա ընտրությունների Քանի նկատի արժեվ ունեք դուրս գալ այդ կառույցներից։ Հա, ընտրության արժև հայտարարություններ են արել, որ այո, մտնում ենք, դուրս են գալիս եւ այլ, ընտրությունից հետո հայտարարել են, որ եվրասիական տարածքից ճայիճից որևէ տեղ մենք չենք մտադիր դուրս գալ։ Չէ, դե նոր հայտարարություններ եվրոպական այդ ԵԱՏՄ-ն ինքն է քանդվում, եթե մեզ հետ այդպես է վերաբերվում։ То есть ես նորից եմ կրկնում, ԵԱՏՄ-ն քանդվում է, թող քանդվի, բայց Եվրամիությունն է փոխվում։ Եվ Եվրամիությունը սկսում է նոր քաղաքականություն ձևավորել։ Մենք կարող Եվ ենք դու ասել, պարտավոր ես այդ քաղաքականության մեջ սկսել գտնել քո տեղը ու դերը, ոչ թե լռել, ոչ թե սпасել, բայց ունենալ յուրահատուկ հարաբերություններ Իրանի հետ, սկսել կառուցել, վերանայել քո հարաբերությունները Եվրոպայի հետ, հույս պահելով կամ հաշվարկելով, որ Եվրոպան կարող է փոխվել, Միացյալ Նահանգների հետ խոսել անկասկածելի է, անհասկանալի է, մի քիչ պիտի հեռու մնաս, եւ այդ ամենը ստացվում է բավականին բարդ քաղաքականություն եւ ռազմավարություն, որը պիտի լինի շատ ճկուն եւ դու պիտի պատրաստ լինես շատ արագ կայծակի նման փոխակերպվես, ադապտացնես քո քաղաքականությունը, ռազմավարությունը եւ մարտավարությունը, որտեղ աշխարհը, որտեղ դու ապրում ես եւ տարածաշրջանը կայծակի նման փոխվում է գայանը։ կարելի է ասել, որ դուք այո այդտեղից էլ սկսեցիք, որ տեկտոնիկ փոփոխություններ է կատարվում եւ Հայաստանը իր դերն ու տեղն ունի այստեղ, պարզապես դուք ասում եք Հայաստանը պետք է ընկալի, հասկանա, ճանաչի ինքը ճանաչի իր տեղն ու դերը, ոչ թե ամենքը ովքեր տեսնում են Հայաստանի դերը եւ տեղը, նրանք գիտեն Եվրամիությունը իր ձևով է մեկնաբանում մեր տեղի եւ դերի մասին։ Նույն Իսրայելը երևի թե ինչ որ հաշվարկների հիման վրա, երբ որ արեց տեղն ու դերի մասին Հայաստանի իր ընկալումներն ունի, կարևորը Հայաստանը ինքը որպեսի գիտակցի իր տեղն ու դերը, որը բխում է Հայաստանի շահերից։ Ճիշտ եք ձևավորում Գայանե, բայց վիճակը ավելի խիստ է իմ կարծիքով, եթե Հայաստանը, ես այսպես կձևավորեմ, եթե Հայաստանը չձևավորի իր տեղը ու դերը, որ ինքը ուզում է վերցնի իրան վրա, այս փոփոխող մերձավոր արևելքում, կարող եք հասնել այն վիճակի եւ Հայաստանը կոչացվի։ Հայաստանը կարող է քարտեզից ջնջվի, եթե ինքը չկարողանա ձևավորի իր տեղը ու դերը տարածաշրջանում եւ չպաշտպանի իր տեղն ու դերը։ Եթե մնաս ապշած վիճակում, պարալիզացված, փորձելով մտնես ուրիշների խաղերի մեջ, գտնես քո տեղը, դու հաստատ պարտվելու ես եւ կկանգնես այն եզրին, երբ կկորցնես եւ պետականությունը եւ հայ ազգի վերջի բեկորը, որը դեռ մնում է հայկական լեռնաշխարհում, մենք կարող ենք դա էլ կորցնենք։ Դրա համար վիճակը շատ բարդ է եւ այսօր երկրորդ անգամ եմ ասում, ես ճակետներում զայրանում եմ, երբ ես բարդ վիճակում, բազմակողմանի, բազմաչափ վիճակում ես տեսնում եմ շատ մակերեսորեն կամ մի ուղղությամբ ձևավորված քաղաքականություն եւ քայլեր։ Դա անընդունելի է։ Նման մոտեցումը ի սկզբանե արդեն պարտություն է։ Շնորհակալ եմ այսօրվա զրույցի համար։ Շնորհակալություն եմ ձեզ։ Շնորհակալություն սիրելի հայրենակիցներ, ազգային անվտանգության եւ ռազմական հարցերով փորձագետ քաղաքական գիտությունների դոկտոր Հրաչյա Արզումանյանի հետ էինք զրուցում, զրուցում էր Գայանե Առաքելյանը։ Բարին ձեզ։